ինչի ես ինձ մենակ ու անտրամադիր։ Ես էլ անտրամադիր չեմ, ինչից ենթադրեցիք։ Չեմ ենթադրում, տեսնում եմ ու շատ լավ հասկանում եմ ինչա քո հետ կատարվում։ Լուրջ, կասես ինչա կատարվում, ես էլ իմանամ։ Օրինակ այն, որ անկախ քո բոլոր ջանքերից Միշոն ոչ մի ուշադրություն չի դարձնում քեզ վրա ու այդ քեզ ցավ է պատճառում։ Չհասկացա, էս ինչ նորություն էր, ինչ կապ ունի Միշոն իմ հետ կամ ես իր հետ։ Անի, ձև մի արա թե ասածս քեզ հետ կապ չունի։ Կլինի անկապ բաներ չխոսաս։ Օրինակ, ո՞րն է անկապ։ Այն որ Տիգրանը քեզ բոլորովին չի հետաքրքրում, թե որ ուշք միտքդ մենակ Միշոյի սրտին հասնելն է։ Լսի Ռիբոկ, դու գժվել ես։ Ինչ ես ուզում ինձանից։ Ինչ ես իմ ասենց անկապ բաներ խոսում։ Անկապ բաներ չեմ խոսում։ Անի, ես ուզում եմ որ խոսենք։ Ուզում եմ կիսվես ինձ հետ, վստահես ինձ։ Իսկ հետո կմտածենք ինչով կարող ենք իրար օգնել։ Ես քո հետ խոսալու ոչ մի բան չունեմ, որովհետև քո ասածներից ոչ մեկը ճիշտ չի։ Իսկ եթե շարունակես դուրս տալ, կմտածեմ, որ հալյուցինացիաներ ունես։ Ուզում ես ասես, որ Միշոն քեզ ընդհանրապես չի հետաքրքրում։ Ոչ թե ուզում եմ ասեմ, այլ տենց էլ կա։ Բայց երբ նայում ես Միշոյին, աչքերդ լրիվ ուրիշ բան են ասում։ Ես երբեք չեմ նկատել, որ դու Տիգրանին տենց իրահարված հայացքով նայես, ոնց Միշոյին ես նայում։ Ես անկեղծ չգիտեմ ինչ ես ուզում դու ինձնից, ու ճիշտն ասած ոչ էլ հետաքրքիր է։ Դրա համար ես ավելի լավը գնամ, որովհետև այս խոսակցությունները լսելու հեչ հավես չունեմ։ Սպասի։ Ասա։ Ինձ օգնի, որ Տիկոն իմը լինի։ Իսկ հետո մենք կմտածենք ինչ անենք, որ Մարին ու Միշոն իրար հետ չլինեն։ Այ երբ Մարիի հարցերը լուծենք, Միշոյի սիրտը ազատ կլինի ու դու շատ շուտ կհասնես քո ուզածին։ Էս մի հոգու պայքար չի անի։ Միավորվել եմ, երկուսի շահերից է բխում։ Երեխեք նայեք ինչ լավն է։ Ես վստահ եմ, այստեղ բոլորիս հիմա ճանաչում եմ։ Հա, չէ, բոլորիս անուն ազգանունով գիտի։ Հա։ Ինձ նույնիսկ թվում է, որ ինքը հիմա ամեն ինչ հասկանում է։ Ափսոս չի կարող խոսալ։ Հա, լսի բա երբ ես խոսալ սովորացնելու։ Դե հիմա դասերով խառնեմ, մի քիչ թեթևանամ, անպայման կսովորացնեմ։ Մուրազիկս հաստատ շատ ընդունակ է։ Տիրոջ նման, չէ՞։ Հա ինչ, կարողա տենց չի։ Ուղղակի այնքան դաս են տալի, միտեղ սովորում ես դասը, մյուստեղ մոռանում ես։ Նայ, լողակ։ Ինչ ես անում։ Կերակրում եմ, որ հետս լավ լինի։ Հազար եմ ասել, իրան երբ պատայի մի կերակրեք։ Նույնիսկ գրել եմ, որ չմոռանաք։ Հա, լավ չոպ, ինչ ես ջղայնացել։ Ստեղ են ասում, էլի, լավություն անողի գլուխը ծակա։ Լավություն ես ուզում անես, կարաս տանես մեզ պատիվ տաս։ Գնացինք։ Լուրջ։ Հա, ինչի՞ չէ։ Երբ եք ասել կամ դիմել, որ ես էլ ասելու չէ։ Բամ ենք սպասում։ Հա, դուք գնացեք ինչ ուզում եք կերեք, ես մի հատ գործ ունեմ, արագ վերջացնեմ, միանամ ձեզ։ Չէ, տես չեղավ։ Չոպ, ասում եմ մի հատ փուճուր գործ ունեմ։ Գնացեք, կմիանամ ձեզ։ Կամ բոլորով են գնում, կամ չեն գնում։ Լավ, եկեք, գնացինք։ Ես քեզ սիրում եմ, Մուրազիկ։ Նույնիսկ իմ ստամոքսի խնդրանք լսես, ապրես ձուկոս։ Երեխեք եկան։ Բարձես։ Բարես, ինչ եկան ուտել։ Լավ մամ հերիքը։ Մի շարի արի նստի տնենք ինչա կատարվում։ Արի Երիքյան, արի դու նստի, արի։ Երիք ջան, Միշո ջան, ծանոթացեք քննիչ Արսենյանն է։ Արսենյանը իմ ծանոթն է, դրա համար ես խոսակցությունը մեր տանն ենք անցկացնելու։ Ինչա կատարվում, պապի։ Տղա ջան, խոսքը այն մատանու մասին է, որ կորցրել է տիկին Լիդիան։ Իսկ վաճառ չի հանել Սերոբ Միրաքյանը, Միշոյի հայրը։ Չհասկացա, իմ հայրը տիկին Լիզայի մատանին է վաճառել։ Հա, Միշո։ Ասեմ ավելին, տղա ջան, ինքը ասում է, որ մատանին դու ես տարել տուն, իսկ ինքը ընդամենը գտել է գողոնը եւ հանել վաճառքի։ Ինչ գողոն ես, ինչ անհեթեթություններ եք խոսում։ Ինչ եք խոսում։ Դու ես թողացել տնից մատանին, Միքայել։ Միշոյի բռնկվելուց ես նեղվում, Մար։
բայց իրան էլ կարելի է հասկանալ, խանդում է։ Շուշի ախր ինքը խանդելու պատճառ չունի։ Ես Տիկոյի հետ շփվում եմ նենց, ոնց որ դասանի մյուս երեխեքի հետ։ Հա, կարող է այդպես է, բայց ամեն դեպքում իրենից նվեր վերցնելը այդքան էլ ճիշտ չի։ Դե այդ պահին չկարողացա Տիկոյին նեղացնեմ։ Այնպես չի, որ դուխիկի նվեր փոխանցելուց հետո չի նեղվել։ Էդ էլ գիտեմ։ Դրա համար էլ եմ ինձ վատ զգում։ Անկախ իմ կամքից ընկա սենց վատ վիճակի մեջ։ Ուրեմն մյուս անգամ այնպես արա, որ ոչ թե դիմացինի չնեղացնես, այլ այնպես անես, որ դու հետո չնեղվես։ Ասելը հեշտ է, անելն է դժվար։ Որովհետև դու այնքան բարի ես, որ միշտ ուրիշների մասին ես մտածում։ Դե պետք է, չէ՞, ինչ որ մեկը լինի ուրիշների մասին մտածի։ Որ մենակ մեր մասին մտածենք, վերջին ինչ կլինի։ Լավ չի լինի։ Ինչպես մամասը ասում, դու համ արտակնապես ես ղաշենք, համ էլ հոգիդ է սիրում։ Ինչքան ժամանակ է նախշունքուրիկին չեմ տեսել։ Ինքն էլ էր քեզ կարոտել, ինձ թվում է այսքանի օրը մի բան հաստատ կկազմակերպի։ Փախլավայով։ Ենթադրում եմ, հա։ Բարև դուխո։ Ֆարի, դու ես։ Հա, ես եմ։ Դուխո, ես քո օգնության կարիքն ունեմ։ Իմ օգնության։ Ինձ թվում էր այս ժամին օգնության հեղինակային իրավունքները պատկանում են մայրիկիդ։ Այո, բայց ես դպրոցում եմ։ Դպրոցում ինչ ես անում։ Ես իմ ամբողջ ամսվա նախատեսված տրանսպորտի գումարը տվել եմ ու տաքսիով եմ եկել դպրոց, որովհետև իմ մկանները լարված էին եւ ես չէի կարողանում ոտս բարձրացնել, որ տրանսպորտով գայի։ Դրա համար ես տաքսով եկա։ Հետո նա որ ես պետք է 3000 դրամի մնամ դպրոցում։ Դու հենց հիմա խախտում ես իմ ուղեղի աշխատանքը։ Ինչ ես ուզում ինձնից։ Դուխո ջան, ես ճիշտ ասած քաղցած եմ ու ես մտածում եմ, որ քո սենյակում ուտելու բան անպայման կլինի։ Ուղղակի քո սենյակի դուռը փակ է, ինչպես կարող եմ մտնել։ Հասկացա։ Գնա Թորոսի տիրույթներ, վերցրու աշխատասենյակից բանալին, գնա, այնտեղ ուտելու բան կգտնես։ Շատ լավ, Դուխինե ջան, ես շատ շնորհակալ եմ, դու իմ սրտի տիրակալն, չէ, դու իմ ստամոքսի տիրակալն ես, շատ շնորհակալ եմ։ Խոսիր տղա ջան, այս մարդիկ քո լավն են ուզում։ Դրա համար են այսօր այստեղ հավաքվել։ Այս մարդիկ նոր չի, որ ինձ ճանաչում են։ Իրանք անգամ իմ մոր բուժման համար են վճարել։ Ու ընդհանրապես մենք միշտ մի ընտանիքի պես ենք իրար հետ եղել։ Իսկ դուք հիմա ինչի մասին եք խոսում, ես ընդհանրապես չեմ կարող հասկանալ։ Մենք խոսում ենք քո արած քայլի մասին, ոչ թե այս մարդկանց։ Հերիք այդ հիմար միտքը կրկնեք։ Միշոն ոչ մի բան էլ չի արել։ Դրա համար էլ խոսում ենք, Երիկ ջան, խոսում ենք, որպեսզի բացահայտենք ճշմարտությունը։ Ախր այս ամեն ինչը խոսակցության նման չի։ Դուք կոնկրետ ինձ մեղադրում եք։ Չէ, Միկայել ջան, ինչ ես ասում, քեզ ոչ ոք չի մեղադրում։ Միշոն շատ ճիշտ է ասում։ Եթե չեք մեղադրում, ինչ գործ ունի քննիչը մեր տանը։ Ուղղակի խոսալու համար քննիչ եք կանչել։ Մեր ճիշտ հասկաց Երիկ ջան։ Տղա ջան, մեզ էլ էս ամեն ինչը դուր չի գալիս։ Կներեք, բայց եթե ձեզ ընդհանրապես դուր չի գալիս այս ամեն ինչը, իմ համար կոնկրետ վիրավորանք է էսի։ Տղա ջան, հայրդ ինքն է ասել, որ մատանին դու ես տուն տարել, ու ինքն էլ վաճառել է։ Ասում եմ, ես չեմ հասկանում դուք ինչի մասին եք խոսում։ Միշո ջան։ Տղա ջան, եթե ինչ-որ բան արել ես, ասա խնդրում եմ։ Այս ամենը մեր մեջ կմնա։ Բոլորս էլ ջահել ենք եղել ու հազար ու մի բան ենք արել։ Ասում եմ, ես ոչ մի բանի հետ կապ չունեմ, վերջ։ Միշոն ոչ մի բան էլ չի արել։
Ես եմ այդ մատանին իրանց տուն տարել։ Ջուր կոյողի էլեկտրականություն դրանց հարցը ոնց է ամեն ինչ կա։ Հա, ոչ չկա, հա, քո աչքով տեսար։ Ջուրն էլ ենք առանձին քաշել, էլեկտրականությունն էլ ենք առանձին քաշել, ուղղակի հիմա ջուրը անջատել ենք, որ խողովակները ձմեռը չսառի, էլի։ Ուզում ես արի, արի գնանք նայ, եթե տես։ Չէ, նորմալ է, Կարո ջան, ամեն ինչ հասկանալի է։ Ես էլ էսերի կորաստա եմ մնում։ Դե մարդ ես էլի գողություն է, բան է, ասում ես թարսը, չգիտես։ Հենց ուզում ես ծաղես մի բան կլինի։ Դրա համար մնում եմ ստե։ Լավ է, սառնամանիքին ստեղ քնել կլինի։ Այ Գևորգ ջան, մի երկու բաժակ խմում եմ, չեմ էլ հասկանում, ցուրտ է, տաք է։ Նա աշկս կպում քնում եմ էլի։ Նորմալ է։ Պարզ է, Կարո ջան, բայց արի վերջնական պատասխան չտա։ Խնդիր չկա Գևորգ ջան, գնա, որոշի, մտածի, խցի, բռնի, մեծ հասկացի արի։ Խնդիր չի։ Դե պարզ է, Կարո ջան, ես արդեն գնամ։ Նայ, եթե պետք է, կարամ ճանապարհ։ Լավ է, ես գնացի, մերսի։ Հաջողություն։ Ես չեմ հասկանում, թե ինչի համար են այսքան բանալիները։ Եվ ընդհանրապես ինչու համար են կողպում դուռը, եթե պետք է առավոտյան գան ու նորից բացեն, հա, որը կլինի։ Ասա, սեր չի։ Ես որը չեմ փորձել, երևի թե սա չեմ փորձել։ Ահա։ Դու արեցիր դա Ֆարադե։ Համեցեք, պարոն Ֆարադե։ Համեցեք, այո։ Լավ, շնորհակալություն, ես գործ ունեմ, այո։ Ոյ։ Դուխին է։ Երշիկ։ Էլիչկա։ Շոկոլադ։ Չունես մի բան դուխին է։ Լավ, բավական է։ Դե, Ֆարադե, դու փրկված ես։ Այնպես որ կարող ես ուտել։ Մի րոպե, Ֆարադե, դու ասկսում ես սրանից։ Մի րոպե։ Իսկ եթե Ֆարադե տնօրենի սենյակում հենց հիմա սեղանին դրված է մրգեր, կարծում եմ այդ մրգերը կտրտած է։ Չես խառնում Ֆարադե։ Դուխինեն ինձ ասել է, որ ես տնօրենի սենյակ չմտնեմ։ Կներես Դուխինե ջան, ես մի հատ մտնեմ տնօրենի մոտ ու գամ։ Ես կգամ հետո ուտեմ։ Մի րոպե։ Դուրը բացեք, խնդրում եմ Դուխինե ջան, այո։ Մի րոպե, պարոն Ֆարադե, մի րոպե։ Ես գտա բանալին։ Սա է։ Խնդրեմ, համեցեք, մտեք պարոն Ֆարադե։ Շնորհակալ եմ Դուխինե ջան, շնորհակալ եմ։ Դուք ուշադիր եղեք, որ ոչ մեկ չգա, մենք ներսում զրուցում ենք։ Բարի։
Դուխինե ներս արի, ուր ես։ Դուխինե, ինձ սուրճ բեր եւ իհարկե շոկոլադ։ Շատ լավ տիկին լանջունի, հենց հիմա։ Դուխինե, ոչ, ես փոշմանեցի, ավելի լավ է մենք զրուցենք։ Սիրով, բայց ինչի մասին եք ցանկանում զրուցել իմ հետ։ Ոչ թե ինչի, այլ ում։ Ֆարադեի։ Ֆարադեի։ Այ ինչ կասես օրինակ դու նրա մասին։ Դե գիտեք տիկին լանջունի, Ֆարադեյը շատ հոյակապ ուսուցիչ է, շատ լավ ընկեր է եւ ինչ շարունակիր Դուխինե։ Եվ շատ գեղեցիկ ու առնական տղամարդ։ Մի րոպե, Դուխինե, նա քեզ դուր է գալիս։ Դու սիրահարված ես նրան։ Օ, ինչ եք ասում տիկին լանջունի, ես ու Ֆարադեյը ընդամենը լավ ընկերներ ենք եւ հետո նրա սիրտը սպաղված է։ Օ, իսկապես։ Չգիտեի։ Այո, տիկին լանջունի, Ֆարադեյը խենթի նման սիրահարված է Արևշատյանին եւ հանուն նրա նա պատրաստ է երկնքից աստղերի չհասնել, արևից շողեր բերել, իսկ ամպերից անձրև։ Օ, ինչ ես ասում Դուխինե, երբեք մտքովս նման բան չէր անցնի, ես մի քիչ նվաղեցի, իսկ ինձ մի բան հետաքրքիր, Արևշատյանը տեղյակ է այդ մասին, թե ոչ։ Այո, գիտի տիկին լանջունի, բայց Անուշը ոչ մի կերպ իր սրտի դռները չի բացում Ֆարադեյի առջև։ Տիկին լանջունի, դուք չեք էլ պատկերացնում, թե այդ տղան ինչպես է տանջվում Անուշի սիրուց։ Վերջ բավական է Դուխինե, մի շարունակիր, ես արդեն նվաղում եմ։ Ուղղակի ես զարմանում եմ, ինչպես կարելի է մերժել Ֆարադեյի նման գեր բնական ուժ ու գիտելիքներ ունեցող անձնավորությանը։ Գիտես, ես հետևել եմ Ֆարադեյին եւ տեսնում եմ, որ նա շատ լավ տղա է։ Այո, տիկին լանջունի, իսկ կարող եմ իմանալ ինչու ցանկացաք խոսել Ֆարադեյի մասին, եթե իհարկե գաղտնիք չէ։ Կասեմ Դուխինե ջան, բայց քեզ մի խնդրանք ունեմ։ Առայժմ այդ մասին Ֆարադեյին չես հայտնում, որովհետև ես ուզում եմ այդ նորությունը անձամբ հայտնել Ֆարադեյին։ Հա, անհոգ եղեք, տիկին լանջունի, ոչ ոք չի իմանա, նույնիսկ Ֆարադեյին ոչինչ չեմ ասի։ Դուխինե, ես ուզում եմ նրան մեր դպրոցում ուսվասվար նշանակել, ինչ կասես։ Գիտես, ես կարծում եմ, որ նա արժանի է այդ պաշտոնին, ինչ ես կարծում։ Հիանալի գաղափար է տիկին լանջունի, վերջապես Ֆարադեյի աշխատավարձը կբարձրանա եւ նա կարող է Անուշին ծաղիկներ նվիրել։ Բրավո։ Ահա եւ վերջ Ֆարադեյ։ Դա միայն երազ էր։ Երգ ինչ ես խոսում։ Ոնց թե ես եմ վերցրել մատանին։ Հա, մամ։ Մտած սենյակ տեսեք գետնին ընկած է։ Վերցրեցի դրեցի գրպանս, գնացի Միշոյից տուն։ Հետո գրպանիցս հանել եմ, մոռացել եմ այնտեղ։ Միշոյի papan էլ երևի տեսել է, մտածել է, որ Միշոն է տարել։ Տղա ջան, գոնե հասկանում ես, որ մենք երեք չենք ծնվել ու նման պատմություններ շատ ենք լսել։ Դե ուրեմն այս անգամ էլ լսեք ու փորձեք հասկանաք։ Այլևս պետք չի, մի արա։
Ինչ պետք չի ախպեր։ Ես չեմ թողնի, որ իմ արածը բարթեն քո վրա։ Երո ջան, այս պատմության մեջ դու ու ես մեղավոր չենք։ Ու պետք չի դրա համար տես բաներ խոսալ, որ սխալ կարծիք ձևավորվի մարդկանց մոտ։ Բացի այդ ձևով մենք իսկական հանցագործին ենք, շանս տալիս փախնի, հասկանում ես։ Չէ, չեմ հասկանում։ Երո պատասխանատվությունը քո վրա վերցնելով նորից եմ ասում, ընդհանրապես իրական հանցագործին հերվացնում ենք ավելի այս գործից։ Խելացի տղա ես երևում։ Կարող է ճշմարտությունը պատմես ու այս թեման փակեն գնա։ Գիտեք ինչ, ոնց որ դուք այդքան էլ խելացի չեք երևում, բայց որովհետև իմ ասածներից ճիշտ ենթադրություն չեք կարողանում անել։ Ես ձեզ շատ եմ հարգում ու իրոք շատ շնորհակալ եմ ձեր վերաբերմունքի համար իմ մոր հանդեպ։ Ու ձեր հանդեպ ունեցած անսահման հարգանքն է, որ մինչև հիմա ինձ ստիպում է ես մնամ ու հանգիստ պատասխանեմ այս հարցերին։ Բայց այս ամեն ինչը արդեն չափից շատ է, ինձ կներեք, ես պիտի գնամ։ Միշտ սպասի ախպեր։ Էրիկ նստի։ Շատ ապրեք։ Դուք երկուսը շարունակեք ամեն ինչ փչացնել։ Էրիկ ուր ես գնում։ Միշ։ Միշ։ Հա շուշ։ Մի հարցրա, ահավոր վատ։ Անուշ, այս երեխեքը դեռ դաս են անում, իսկ քանի ժամա փակված են սենյակում, արդեն սոված կլինեն։ Որ սոված լինեն, հաստատ իրենց գլխի ջարը կտեսնեն, մամ ջան, դու մի անհանգստացիր։ Դե լավ այլ է, եթե բոլոր ձեր գլխի ջարը տեսնեք, ինձ ավելի լավ մտածելու բան չունենա։ Բայց ինչի դու մտածելու բան ունես, մամ, անհանգիստ ես մի տեսակ։ Բայց մտածելու բան չկա, Անուշ ջան։ Ինչ է պատահել։ Ես քո համար եմ անհանգիստ։ Բայց ինչ է եղել։ Ինչքան կարող ես մենակ մնաս։ Մամ, ամեն անգամ ասում ես, ես էլ ասում եմ, որ ես մենակ չեմ։ Ես ձեզ ունեմ։ Դասի ես հավերժ չեմ։ Մարիս էլ մի օր կգնա քո կողքից։ Մեծ աղջիկ է։ Կյանքը կդասավորի ու կգնա։ Այդ ժամանակ ինչ ես անելու։ Այդ մասին մտածել ես։ Այո, մտածել եմ։ Թորներիս եմ պահելու քո պես։ Չեմ ուզում ինձպես լինես։ Ես քեզ համար ավելի երջանիկ կյանք եմ երազել։ Ես ուզում եմ քո կողքին քեզ արժանի մեկին տեսնեմ։ Ուզում եմ, որ վերջապես գաս այդ կանացի երջանկությունը։ Իսկ ես այդ մասին ընդհանրապես չեմ մտածում։ Գիտես, սովորել եմ ազատությանը եւ պատրաստ չեմ դրանից հրաժարվել։ Դա պատճառաբանություն չի։ Սիրած մարդու կողքին էլ կարող ես ազատ լինել, Անուշ ջան։ Մամ ջան, խոստանում եմ հենց հանդիպեմ մեկին, ում կողքը սիրտս աղմկելով կբաբախի, տեղյակ կպահեմ։ Իսկ Վանը նրա կողքին քո սրտի զարկերակները քեզ բան չեն ասում։ Ոչ։ Գիտես ինչ։ Արի քարը փեշիցը թափիր եւ սիրելու հնարավորություն տուր երկուսիդ։ Վանը երջանկացնող տեսակ է։ Սրտով եմ զգում։ Ես ու Շուշին ավարտեցինք մեր դասերը, հիմա էլ ուզում ենք գնանք իրենց տուն։ Ոնց թե, բայց Շուշին եկել էր մեր տուն, որ մեր տանը մնար։ Հանրահաշվից ու երկրաչափության տետրը մոռացել եմ տանը, իսկ ես Լիդիայի հավեսը չունեմ, առանց հետ էլ աչքի լույսը չեմ։ Լավ թե որ որոշել եք գնացեք։ Հենց հասնեք կզանգեք անհանգիստ չլինեմ։ Հա, մամ ջան, դու մի անհանգստացի, մամ ջան։ Բարի գիշեր։ Բարի գիշեր ձեզ։ Բարի գիշեր, զգույշ կլինեք։ Ես էլ գնամ պարկեմ։
Արդեն դեռ շատ շուտ է, մամ։ Հոգնել եմ։ Դու էլ մնա մենակ ու մտածիր ասածներիս մասին։ Բարի գիշեր։ Բարի գիշեր, ջան։ Պապը լեհել բանն եմ խոսալու հետ։ Պապ հել ասում եմ բան կա խոսալու։ Պապ ջան էլի կքնես, հել մի հատ բան խոսանք կքնես։ Ասի վարդանցի հանգստը, ավես չոմ։ Հել ասում եմ, պապ։ Ինչ ես է։ Ինչ ես գլոքդ գցել, ինչ ես ուզում ասա, այ։ Նստի ասեմ։ Ասա տնան ինչ ես ուզում։ Այդ քննիչ Արսենյանը, որ եկել է մեր տուն, ինչ ես պատմել իրան այդ մատանու վերաբերյալ։ Կամ ընդհանրապես ոնց է այդ մատանին քո մոտ հայտնվել, պապ։ Ասել եմ, որ գտել եմ ու տարեց ծախել եմ, լավ եմ եղավ։ Չէ, ընդհանրապես չեղավ։ Էլ ինչ ես պատմել։ Ասել եմ, որ դու ինչ-որ մի տեղից գողացը բերել ես տուն, ես էլ իմացել եմ, որ մեջնա հեջնանից էլ եմ, հարցեր կա։ Ախր դու ընդհանրապես որտեղից գիտես այդ մատանին ումն է, կամ ոնց է հայտնվեց տունը, որ գնացես ստենդե տես բաներ ես խոսացել։ Այսօրվա օրով սաղ մտածում են ես եմ գողացել այդ մատանին, պապ ջան, քո պատճառով։ Դավը ինձ ասա, որ գտար էդի, ինչի մի բերանից բան չասեցիր։ Դու լավ եմ արա, այ պստոնքուց, ախր դու ով ես, մի քնել այտել է քթիցս բերում, Ես քո տաղեն եմ, պապ, բայց դու ոնց որ վաղուց մոռացել ես դրա մասին։ Հերիք չի կյանքը սպախտորես, այ պապ ջան, ես ինչ պատմության մեջ ես ինձ ներքաշը։ Այ պստոնքուց, այդ դու ով դարը, որ այտս տենց խոսաս, ոնց հարել ես, այ կգնաս տենց է տակից դուս կգաս, այդ իմ գործը չի։ Ես ոչ մի բան է չեմ արել, չես հասկանում։ Հասկանում եմ, բա ոնց չեմ հասկանում, շատ լավ էլ հասկանում եմ, այդ մատանին, ինչ-որ ձեր պտի հայտնվեր մեր տուն, չէ, բա ինքը չէր կարա, ինքն իրան իրավոտերով գար ասներ ստեղ, նշանակում է ինչ-որ մեկը բերել է մեր տուն, ու այդ ինչ-որ մեկը ով է, դու ես, եղա, այ արա, ես կյանք չի, Այս տարածքը որ ծախես է, Կարո ջան, սաղ կընկեն իրա տեղ։ Ես խիազանգում։ Ասա։ Ես քեզ կսպանեմ, լսում ես, Կարո։ Կսպանեմ, արածներիդ համար պատասխան ես տալու։ Աղջո դու պատից չեն գար, բայց նորմալ բացատրի հասկանամ ինչ ա եղել։ Չես մարսելու, Կարո տղա, չես մարսելու։ Եթե դու մտածում ես, որ երեխուս իմ դեմ լարելով կարող ես հարցերդ լուծել, սխալվում ես։ Չգիտեմ ինչի մասին ես խոսում։ Դու չգիտես։ Էն էլ դու, որ փողի համար ամեն ինչ կարաս ուրանաս։ Հա, ինչ ասեմ, եղել ա տենց բան, հասկացանք։ Բայց իմացի, Լիդիա, ես կյանքում իմ երեխեքին Էրիկից չեմ օգտագործի ինչ-որ հարց լուծելու համար։ Աղջկադ կարող է, Կարո ջան, աղջկանից հետ շահ չունես։
Իսկ Էրիկը, իմ Էրիկը ուրիշ է։ Նա Մակարյանների թոռն է։ Հələ զզվցրիք ձեր Մակարյանով, հասկացանք Մակարյան, հա Մակարյան, բայց դու մոռանում ես, որ Էրիկը Մակարյան չի։ Բայց Մակարյանի թոռն է։ Այս չեմ հասկանում, հələ ինչ եք ուզում ինձանից։ Հա, ես գիտեմ, սաղդ լավն եք, վերջն եք, դեմք եք սաղդ, ես էլ ստոր արարած եմ, խափեբա։ Ինչ ես ուզում դու, լավ չեմ հասկանում, ինչ ես ուզում։ Կարո երեխուս եմ ուզում, Էրիկիս։ Կարո ես չգիտեմ, ես ու Էրիկը օտարացել ենք, ինքը ինչ չի հասկանում, չի լսում, ես կորցնում եմ երեխուս։ Լավ, էլ մի չափազանցրու, հա։ Մատ հանգստացի տենց չի։ Էրիկը հասուն տղա է ու խելացի տղա է։ Ինքը ամեն ինչ հասկանում է։ Կարո դու չես պատկերացնում ոնց է պահում իրեն, ոնց է խոսում, ես ուղղակի չգիտեմ ինչ անեմ։ Մի հատ քեզ հավաքի լիձ ես, կխոսամ Էրիկի հետ, եղավ։ Լավ, Կարո, դու հաստատ կխոսես, չէ՞ հետը։ Կասես, չէ՞ որ ինձ լսի, տուն գա։ Հա, կասեմ։ Հա, ես քեզ շնորհակալ կլինեմ։ Հա, եղավ։ Այ որ հիստերիկ չլինես, Էրիկս քեզ կլսի կհասկանա։ Հայ հիստերիկ։ Սոզի տենամ ինչ է այդ տղուսալա։ Միշտ մեկը չեմ հասկանում, ով պետք է մատանին բերեր ձեր տուն, կամ ինչի համար։ Արս ինչի համար է շատ բարձ է ախր։ Այն որ այսօր բոլորը մտածում են որ ես եմ արել այդ գողությունը, հենց այդ էլ եղել է այդ անողի պլանը։ Բայց ինչի ես մտածում տենց միշ։ Կարող է ուղղակի սխալմունք ա եղել։ Չէ, կյանքս սխալմունք չի եղել։ Բացի այդ պապան շատ ճիշտ է ասում։ Այդ սխալմունքը չէր կարա ինքն իրան ոտու ձեռ առներ, Էրոնստանից հելներ հասներ ստե։ Դե հա, երևի։ Համենայն դեպս այդ մարդը նենց մարդ է, որ համ ձեր տուն ազատ մուտք ու ելք ունի, համ էլ Էրիկենց։ Ինչի ես ծիծաղում, սխալ բան եմ ասում։ Որովհետև կյանքս այդ քո նշած մարդկանցից մեկը ես եմ, մեկը Էրոն։ Իսկ ես ու Էրոն հաստատ չեն կարել այդ։ Բայց դու ապրես որ եկար կյանքս։ Տրամադրությունը սահագին փոխվեց։ Հիմա արդեն մի քիչ ուրիշ ձև եմ նայում այս հարցին։ Եկա, բայց արդեն պետքա գնամ։ Մաման որ զանգի նախ Շունես տունը իմանա այնտեղ չենք, ասել են որ Շուշենից տուն են գնում։ Լավ չի լինի։ Լավ դե արի քեզ ճանապարհեմ։ Չէ, կարիք չկա։ Էրիկն ու Շուշին դրսում ինձ են սպասում։ Ոնց դրսում են, բան չի չեն բարձացել վերև։ Դե ուզում էի հետդ առանձին խոսեի։ Հետո էլ Հետո ինչ մարս։ Բարդ քեր Թորոս։ Այսօր է շտապում երիտասարդ։ Տիկին Լիդիան դրամապանակը մոռացել էր մեքենայից մեջ, տանն շուտ տամ ու հետ գա։ Բա հարցնել չկա։ Ես քո կյանքում եմ միակ եզակի տղամարդն եմ, ումից դու վախենում ես։ Բռի։ Լավ չար։ Ասում ես, միշում դող, միշում ոչ մանել չի դողա, չես հասկանում ես կա։ Մութն ընկել է ուշ է արդեն, բայց տետրերը չենք գտնում, թե մատիկ չենք գլելու մենք, մկրչան է քնում։ Տղա ջան, օտար մարդկանց ներկայությամբ անձնական թեմաներ չեն քննարկում։ Օտար? Այս մարդիկ ինձ հարազատ մարդիկ են դարձել։ Էրիկ! Ինչքան ուզում ես գոռա, մեկը բան չի փոխվելու։